Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, ես Ռազմիկ Տերտերյանն եմ, տնտեսագիտության թեկնածու վերլուծաբան։ Այսօր իմ վերլուծությամբ ձեր դատին եմ ներկայացնում Թրամփի ուղու հետ կապված հարցերը, այսինքն թե այն ինչպես կյանքի կոչվեց, ինչ նպատակներ է հետապնդում, ինչպիսին են դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա եւ մարտահրավերները Հայաստանի նկատմամբ եւ որոնք են դրանց լուծման ուղիները։ Եվ այսպես սկսենք ամենասկզբից։ Թրամփի ընտրվելուց հետո անմիջապես Թրամփի վարչակազմը ձեռնամուխ է լինում, որպեսզի կյանքի կոչվի միջին միջանցքի գործունեությամբ հետ կապված Հայաստանի տարածքով տարանցիկ ուղի Ադրբեջանի Ադրբեջանի մասը Նախիջևանին միացնող այդ անցումի միջանցքի կամ ուղու հետ կապված։ Դրանից անմիջապես հետո, ինչպես բոլորս հիշում ենք, փետրվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը այցելեց ԱՄՆ, այնտեղ ունեցավ բազմաթիվ հանդիպումներ, ինչպես նաև փոխնախագահի հետ ունեցավ հանդիպումներ եւ ժլատ տեղեկություններ ստացանք, թե ինչպիսին է անցել Փաշինյանի հանդիպումը։ Փաշինյանի հանդիպումից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի համապատասխան աշխատանքային խմբերը այցելեցին Հայաստան եւ Ադրբեջան եւ մեծ քննարկումներ ունեցան երկու կողմերի հետ էլ, այնուհետև հիշում ենք Նիկոլ Փաշինյանը այցելեց Թուրքիա, դրանից հետո հանդիպում տեղի ունեցավ Արաբական Միացյալ Էմիրություններում եւ վերջապես օգոստոսի 8-ին կնքվեց նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը եւ կնքվեց Թրամփի ուղու հետ կապված այդ համաձայնությունը, որտեղ Թրամփը որպես վկա էր ստորագրել այդ համաձայնությունը եւ կյանքի կոչվեց այդ գաղափարը։ Ուրեմն այսպես, իսկ որն էր այդ Թրամփի ուղու կյանքի կոչելու հիմնական նպատակները, որ այդպես Թրամփը եւ իր վարչակազմը ձգտում էին օր առաջ հասնել դրա լուծմանը։ Իմ վերլուծությունները ցույց են տվել, որ համաշխարհային տնտեսության վերջին 20 տարիների ընթացքում համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն է գործում հազվագյուտ մետաղների արտադրությունը։ Համաշխարհային տնտեսության բոլոր ճյուղերում, սկսած միկրոէլեկտրոնիկայից, չիպերի արտադրությունից, սկսած ռազմարդյունաբերությունից, տիեզերագնացությունից եւ նույնիսկ հողմաղացների մեջ մեծ քանակությամբ օգտագործվում են հազվագյուտ մետաղներ։ Եվ համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի բաժինը հասնում է մոտ 73%-ի այսօրվա դրությամբ։ Չինաստանը վերջին 20 տարվա մեջ մեծ ներդրումներ է կատարել հազվագյուտ մետաղների արդյունահանման, մշակման եւ կորզման արդյունաբերությունում եւ կարելի ասել տնօրինում է համաշխարհային տնտեսության այդ ոլորտի ամբողջ տեխնոլոգիաները, զարգացած տեխնոլոգիաները այսօր գտնվում են Չինաստանի ձեռքում։ Չինաստանի հյուսիսում, Մոնղոլիայի սահմանի մոտ, ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում, Բայան Օբո հանքավայրում Չինաստանը մեծ ծավալով իրականացնում է հազվագյուտ մետաղների արդյունահանում։ Բացի այդ, 2025 թվականի հունվարին մեծ հանքավայր է հայտնաբերվել Չինաստանի հարավ-արևմուտքում Յունան նահանգում, որտեղ պաշարները գնահատվում են մոտ 1.9 միլիոն տոննա։ Եվ այդ երկու հանքավայրերի եւ մնացած հանքավայրերի շահագործմամբ, ինչպես նաեւ Աֆրիկայում Չինաստանը մեծ ձեռքբերումներ ունի Աֆրիկայի հանքավայրերի նկատմամբ եւ կարելի ասել Աֆրիկայի հազվագյուտ մետաղների հանքավայրերի մոտ 60%-ը այժմ գտնվում են Չինաստանի տիրապետության տակ։ Այնտեղից արդյունահանվում են հանքաքարը, հարստացվում է եւ բերվում է Չինաստան, վերջնական կորզման արդյունաբերությունը գտնվում է Չինաստանում եւ այնտեղ կորզվում է մեծ քանակությամբ հազվագյուտ մետաղներ։ Տեսեք, եվրոպական տնտեսությունը ԵՄ երկրները 98%-ով կախված են չինական հազվագյուտ մետաղներից, իսկ ամերիկյան տնտեսությունը մոտ 60% է կախված չինական հազվագյուտ մետաղներից։ Հիմա որն է Թրամփի նպատակը։ Այսօրվա դրությամբ իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միջին Ասիայի երկրներում Ուզբեկստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան եւ Թուրքմենստան
գտնվում է համաշխարհային պաշարների մոտ 20-25%-ը։ 2012 թվականից մինչև 2016 թվականը ամերիկյան խոշոր հետազոտողական ընկերությունները լեռնամետեորոլոգիայի ոլորտում մեծ ուսումնասիրություններ են կատարել Միջին Ասիայում եւ բացահայտել են, որ այնտեղ շատ մեծ են հազվագյուտ մետաղների պաշարները, կալիում պերմանգանատը մոտ 40% է համաշխարհային պաշարների, տիտանը մոտ 9%, ուրանը 9%, պղնձի մեծ պաշարներ կան, կոբալտի մեծ պաշարներ կան, լիթիումի մեծ պաշարներ կան եւ արդյունահանման տեսակետից ներկա դրությամբ Միջին Ասիան համարվում է ամենալավ միջավայրը, որտեղ կարելի է արդյունահանել հազվագյուտ մետաղներ։ Ինչու՞։ Որովհետև նախ առաջինը հազվագյուտ մետաղները պահանջում են, որ լինի մեծ տարածություններ, փոքր եւ սոցիալապես անապահով բնակչությամբ, որովհետև հազվագյուտ մետաղների արդյունահանումը մեծ վնաս է հասցնում բնությանը, կարելի ասել ոչնչացվում է բնությունը, այնուհետև պահանջում են մեծ կապիտալ ներդրումներ, մարդկային ռեսուրսներ է պահանջում եւ ամենակարևորը հազվագյուտ մետաղների արդյունահանումը պահանջում է զարգացած տեխնոլոգիաներ։ Հիմա Միջին Ասիայի երկրներում տարածությունը ուրեմն շատ մեծ է, այնտեղի բնակչությունը շատ փոքր է եւ գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։ Եվ նրանց հեշտ է համոզել, որպեսզի նրանք թույլ տան, ուրեմն ապականելով նրանց բնությունը հասնել հազվագյուտ մետաղների արդյունահանման։ Աշխարհի մյուս բոլոր անկյուններում շատ դժվար է զբաղվել արդյունահանմամբ, ամենահարմար ուրեմն տարածաշրջանը կամ մայրցամաքը դա Աֆրիկան է, բայց ինչպես ասացի, արդեն Աֆրիկայի հարստությունների 60%-ի լիցենզիաները գտնվում են չինական ընկերությունների ձեռքում։ Եվ ներկա պահին ուրեմն ԵՄ երկրները եւ Թրամփը մեծ դժվարություններ ունեն հազվագյուտ մետաղների հասանելիությանը։ Ցանկացած պահի Չինաստանը փակում է նրանց հասանելիությունը հազվագյուտ մետաղներ եւ նրանց տնտեսությունները կանգնում են փաստի առաջ։ Հիմա, որպեսզի Թրամփը կարողանա ուրեմն հասնի Միջին Ասիայի հազվագյուտ մետաղներին եւ ստանա համապատասխան լիցենզիաներ այն արդյունանելու համար, մտածել են հետեւյալ պլանը։ Ուրեմն Միջին Ասիայի երկրներին համոզում են, որ եկեք ձեր էներգետիկ ռեսուրսները, նավթը եւ գազը Կասպից ծովի հատակով, Ադրբեջանի տարածքով, Հայաստանի հարավով, Մեղրի տարածաշրջանով, այնուհետև Նախիջևանով, Թուրքիայով ուրեմն տեղափոխեն եվրոպական երկրներ։ Հիմա տեսեք, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինքը հանդիսանում է հենց նավթի եւ հեղուկացված գազի մեծ արտահանող, փաստացի այդ նավթամուղն ու գազամուղը հենց վնաս են Թրամփին ամերիկյան ուրեմն տնտեսությանը, որովհետև կստեղծեն իրանց համար լրացուցիչ ուրեմն մրցակցային դաշտ, բայց նրանք գնում են այդ քայլին, որպեսզի այդ ճանապարհով էներգետիկ ռեսուրսների արդյունահանման եւ տեղափոխման անվան տակ ներգործեն ուրեմն Միջին Ասիա, մուտք գործեն Միջին Ասիա, այնուհետև մեծ կապիտալ ներդրումներ կատարեն նրանց էներգետիկ ռեսուրսների արդյունահանման ոլորտում, դրա անվան տակ նաև կատարեն մեծ ծավալի ուրեմն սոցիալական ծրագրեր, օգնություն տան անվերադարձ ուրեմն սոցիալական ծրագրեր իրագործեն բնակչության սոցիալապես անապահով խավերի ուրեմն կյանքի որակը բարելավելու համար։ Այնուհետև, երբ որ նրանք մեծ ծավալով կընդգրկվեն ուրեմն Միջին Ասիայի երկրների տնտեսություն, արդեն կհամոզեն նաև ինչ որտեղ կարող են ստիպել, որ նրանք թույլատրեն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության հասանելիությունը Միջին Ասիայի հազվագյուտ մետաղների ուրեմն արդյունաբերությանը։ Նրանք կզբաղվեն այդ հազվագյուտ մետաղների արդյունահանմամբ եւ այնուհետեւ կտեղափոխեն եվրոպական երկրներ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այսինքն կախվածությունը Չինաստանից այդ կերպով նրանք կնվազեցնեն։ Դրա համար պարտադիր էր, որպեսզի կյանքի կոչվեր Թրամփի ուղին, որպեսզի դա միակ ճանապարհն է, որի միջոցով հնարավոր է արդյունահանված հազվագյուտ մետաղները անխոչնոտ տեղափոխել Եվրոպա եւ Ամերիկա։ Ինչու՞, որովհետեւ Միջին Ասիան, ուրեմն հյուսիսից
սահմանափակված է Ռուսաստանով եւ բարձր է որ Ռուսաստանը խոչընդոտեր հազվագյուտ մետաղների տեղափոխումը ԵՄ, ուրեմն արևելքից Չինաստանն է արդեն սահմանափակում Միջին Ասիան, իսկ հարավից արդեն Աղվանստանը, այսինքն երեք ուղություններով Միջին Ասիան շրջափակված է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության ուրեմն ոչ բարեկամ երկրներով, այսինքն միակ ճանապարհը որ մնում է դա ուրեմն Կասպից ծովի միջոցով տարանցիկ ուղի կձևավորվի, այնուհետև Ադրբեջան, Հայաստան, Նախիջևան, Թուրքիայի միջոցով ցամաքային ճանապարհով կտեղափոխվի Եվրամիություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց այս ծրագրերը ուրեմն կանխատեսվել են չինական կառավարության կողմից, ներկա պահին Չինաստանը մեծ ծավալի աշխատանքներ է տանում, որ այդ մետաղների, հազվագյուտ մետաղների նկատմամբ լիցենզիաները ինքը ձեռք բերի եւ 2024 թվականին չինական ընկերությունները Ղազախստանի հետ կնքել են շուրջ 2.5 միլիարդ դոլարի պայմանագրեր, որոնք թույլ կտան չինական ընկերություններին արդյունահանել Ղազախստանի հազվագյուտ մետաղները։ Ուրեմն տեսեք, Միջին Ասիայում հայտնաբերվել է 387 ուրեմն երևակում հազվագյուտ մետաղների ուրեմն արկայության, որոնցից 163-ը գտնվում են Ղազախստանում, 87-ը գտնվում են Ուզբեկստանում, մնացած մասը Ղրղստանում եւ Տաջիկստանում։ Թուրքմենստանը ինքը փակ երկիր է եւ թույլ չի տվել իր տարածքում կատարեն համապատասխան ուրեմն հետազոտություններ։ Հիմա մյուս կողմից ուրեմն Թրամփի ուղիով Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողանում են ուրեմն վերահսկելի դարձնել Չինաստանի բեռների առաքումը Եվրամիություն այն դեպքում, երբ որ ուրեմն Սուեզի ջրանցքը կգտնվի, ասենք, կրիտիկական վիճակում, այնտեղ կարող են տեղի ունենալ տարբեր ուրեմն իրադարձություններ, ինչպես հիշում եք մի քանի տարի առաջ ուրեմն մեծ նավը Evan Green-ի նավը ուրեմն ծանծաղուտներում էր ուրեմն արգելափակվել եւ մի քանի օր, կարելի ասել մի քանի շաբաթ ուրեմն արգելափակվեց Սուեզի ջրանցքը եւ համաշխարհային տնտեսությունը, եվրոպական ընկերությունները եւ ամերիկյան ընկերությունները գրեցին տասնյակ միլիարդավոր դոլարների վնասներ։ Այդ ժամանակ ակտիվացավ ուրեմն Ռուսաստանով տարանցիկ երթուղիները եւ Ադրբեջանով, Վրաստանով այդ երթուղիները ակտիվացան։ Բայց քանի որ ներկապային Վրաստանը որոշակի առումով արդեն հեռանում է արևմուտքից եւ ավելի շատ ինտեգրվում է Ռուսաստանի Դաշնությանը, ուրեմն արևմտյան երկրները մտածում են, որ ամենահարմար ճանապարհը, որպեսզի Միջին Ասիայից բեռները տեղափոխվեն Եվրամիություն, ամենահարմար ճանապարհը դա հենց Թրամփի միջանցքն է, որի մաս է կազմում Թրամփի ուղին։ Հիմա այս ձևով ուրեմն եվրոպական ընկերությունները եւ Թրամփը ցանկանում են ուրեմն մեկ կրակոցով երկու նապաստակ խփել։ Նախ իրանք ուրեմն թույլատնում են Միջին Ասիայի կախվածությունը Ռուսաստանից եւ Իրանից, վերահսկում են չինական ապրանքների տեղաշարժը ուրեմն միջին միջանցքով եւ նաեւ իրենց համար մեծ ուրեմն լոգիստիկ հնարավորություն են ստեղծում Միջին Ասիայից հազվագյուտ մետաղների տեղափոխումը դեպի Եվրոպա եւ ԱՄՆ։ Հիմա գանք թե ուրեմն ինչ մարտահրավերներ է պարունակում Թրամփի ուղին մեր Հայաստանի համար։ Ուրեմն տեսեք, ամենագլխավոր մարտահրավերը նա կլինի, եթե Թրամփի ուղին, որը պետք է իրագործվի կոնսորցիումի միջոցով Հայաստանի կառավարության եւ ամերիկյան մի կամ մի քանի ընկերությունների միջև ստորագրվելու է պայմանագիր, կոնսորցիումային պայմանագիր Թրամփի ուղին կյանքի կոչելու համար։ Եթե այդ կոնսորցիումը գրանցվի ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ դառնա Ամերիկայի ռեզիդենտ, ապա տվյալ պարագայում այդ ընկերությունը, այդ կոնսորցիումը օրենսդրորեն իրավունք չի ունենա այդ ճանապարհով թողնի, որպեսզի ազատ տեղաշարժվեն Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի բեռները, որովհետեւ Ամերիկայի
կառավարության կողմից Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի ուրեմն տնտեսության մոտ 90%-ը, նրանց ապրանքների մոտ 90%-ը գտնվում են պատժամիջոցների տակ։ Հետևաբար կոնսորցիումը, եթե ինքը հանդիսանա Ամերիկայի ռեզիդենտ, նա իրավունք չունի թույլ տա, որպեսզի այդ ճանապարհով անցնեն այդ բեռները։ Դրա համար նրանք պետք է ուրեմն խոչընդոտեն, այսինքն հենց արգելեն։ Ուրեմն այդ դեպքում, եթե տեղի ունենա այդ արգելափակումը, այսինքն իրանական եւ ռուսական բեռները չկարողանան տեղաշարժվել թրիփով, այդ դեպքում ուրեմն Ռուսաստանը եւ Իրանը կդառնան Հայաստանի համար առաջին ուրեմն ողերին թշնամին, որտեվ նրանք դուրս կմղվեն Հարավային Կովկասից, դուրս կմղվեն տարանցիկ ենթակառուցվածքներից եւ հասանելիություն չեն ունենա ուրեմն այդ ուղիներին։ Դրա համար արդեն Ռուսաստանը եւ Իրանը կարող են մեծ խնդիրներ ստեղծել մեր պետության համար։ Մյուս կողմից, ուրեմն տեսեք, եթե Թրամփը կարողանա մեծ ներդրումներ իրականացնել ուրեմն Միջին Ասիայում, նրանց էներգետիկ ռեսուրսներում, նավթի եւ գազի արդյունահանման ոլորտում, ապա պարտադիր է, որ այդ գազը եւ նավթը Կասպից ծովի հատակով ուրեմն տեղափոխվի Ադրբեջան, այնուհետև Հայաստանով, Թուրքիայով դեպի ուրեմն արևմտյան երկրներ։ Բայց ներկա պահին Կասպից ծովի կոնսորցիումի ուրեմն համաձայն այդ 5 պետությունները, որոնք ստորագրել են այդ կոնսորցիումը, համար առաջի գերնպատակը այդ կոնսորցիումում ուրեմն դա Կասպից ծովի էկոհամակարգի պահպանումն է։ Այսինքն այդ դեպքում ուրեմն Կասպից ծովի հատակով նավթամուղեր, գազամուղեր եւ այլ ենթակառուցվածքներ, կաբելներ անցկացնելու համար կարելի ասել գրեթե պարտադիր է բոլոր 5 երկրներ, այդ թվում Ռուսաստանի եւ Իրանի համաձայնությունը։ Այն Պարագանում, երբ որ Ռուսաստանը եւ Իրանը կզրկվեն թրիփից, ըստ մեր ենթադրության, այդ դեպքում նրանք էլ կարգելափակեն ուրեմն Կասպից ծովի հատակով այդ ուրեմն նավթամուղերի, գազամուղերի անցկացումը ուրեմն պատճառ բերելով Կասպից ծովի էկոհամակարգի ուրեմն նկատմամբ ռիսկերը։ Հիմա ինչ կստացվի այդ դեպքում, եթե Ռուսաստանը եւ Իրանը արգելափակեն Կասպից ծովով այդ առանցիկ ենթակառուցվածքների անցկացումը, այդ դեպքում Թրամփի համար անիմաստ կդառնա արդեն թրիփը, նա ուրեմն գլքի մեր տարածաշրջանը, ինչպես նա լքեց Աղվանստանը, նույն ձևով գլքի մեր տարածաշրջանը, քանի որ կասի, որ այնտեղ իր շահերը այլևս ուրեմն անիրագործելի են, որովհետև եթե նավթամուղերն ու գազամուղերի ծրագիրը խափանվի, այդ դեպքում կխափանվի նաև հազվագյուտ մետաղների արդյունահանման ծրագիրը, այդ դեպքում Ամերիկայի ծրագիրը կդառնա անիրագործելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռանալուց հետո մեր տարածաշրջանում կստեղծի վակուում եւ Ռուսաստանը եւ Իրանը արդեն ինչ որտեղ նաև ուժի պարտադրմամբ գլստեն այդ վակումը եւ մենք կհայտնվենք կոտրած դաշտակի առաջ։ Այսինքն թրիփից, Թրամփի ուղուց Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռանալը հղի է մեր համար ստրատեգիական վտանգներով եւ ռիսկերով։ Ինչ պետք է անենք մենք։ Իմ վերլուծությունները ցույց են տվել, որ պետքա կատարենք հետեւյալ քայլերը։ Առաջինը, մենք պետքա պարտադրենք, որ հայ-ամերիկյան կոնսորցիումը գրանցվի Հայաստանում, դառնա Հայաստանի ռեզիդենտ, որպեսզի նա օրենսդրորեն չկարողանա արգելափակել Ռուսաստանի եւ Իրանի բեռների ազատ տեղաշարժը թրիփով։ Այդ դեպքում մեր օրենսդրությամբ, մեր կառավարության որոշումներով մենք չունենք որևէ ուրեմն պատժամիջոց կիրառված Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ, այսինքն կոնսորցիումը կարող է շատ հանգիստ բաց թողնել այդ բոլոր բեռները, նույնիսկ եթե նրանք գտնվում են ուրեմն պատժամիջոցների տակ։ Այդ դեպքում մենք կառաջարկենք Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին, Ռուսաստանին եւ Վրաստանին համատեղ ջանքերով, ինչու՞ չէ, նաև 3+3 ձևաչափի շրջանակներում կառաջարկենք, որպեսզի նրանք հավասարապես օգտվեն թրիփից։ Եվ
մեր ծառայությունները, մեր ուրեմն լոբինգը ավելի շատ կտանենք այդ ուղղությամբ, որպեսզի 3+3 ձևաչափի երկրները ազատորեն եւ անխոչնդոտ օգտվեն թրիփից։ Ես առաջարկում եմ նաեւ մեր կառավարությանը, որպեսզի նա ձեռնամուխ լինի ուրեմն Հայաստան, Վրաստան, Ադրբեջան սահմանային հատման կետում մշակույթի եւ առևտրի քաղաքի ստեղծմանը, որտեղ 3+3 ձևաչափի բոլոր 6 երկրները եւ երկաթուղային եւ տրանսպորտային ավտոմոբիլային հասանելիություն կունենան այդ առևտրային մեծ քաղաքում, այնտեղ կիրականացնեն փոխադարձ ձեռնտու առևտուր։ Այսինքն մենք պետք է այնպես անենք, որ Թրամփի ուղուց հավասարապես օգտվեն եւ Իրանը եւ ուրեմն Ռուսաստանը եւ Թուրքիան եւ Ադրբեջանը եւ Վրաստանը բոլորը հավասարապես օգտվեն Թրամփի ուղուց, որպեսզի երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լքի մեր տարածաշրջանը, այդ դեպքում վակուում չառաջանա եւ մեր երկրները, մեր շրջապատող երկրները չլցվեն մեր նկատմամբ թշնամանքով, առավելապես Ռուսաստանը եւ Իրանը։ Հիմա հաջորդ կարևոր քայլը, որ Թրամփի ուղին մենք պետքա օգտագործենք, դա ուրեմն մենք պետքա մեծ աշխատանք տանենք, որպեսզի կարողանանք Թրամփի ուղին օգտագործենք մեզ համար որպես տարանցիկ ճանապարհ, տարանցիկ ենթակառուցվածք, ուրեմն դեպի Չինաստան եւ դեպի Միջին Ասիայի երկրներ։ Տեսեք, ներկա պահին Չինաստանից Հայաստան բեռները հասնում են մոտ 50 օրում, մեկ կոնտեյների միջին արժեքը տատանվում է 5-ից 6,000 դոլարի սահմաններում եւ ուրեմն անցնում է ծովով, գալիս է ուրեմն Արաբական Միացյալ Էմիրություններ, այնուհետև այնտեղից տեղափոխվում է Չաբահար, Չաբահարից նոր Պարսկաստանի տարածքով ավտոմոբիլային տրանսպորտով գալիս է Մեղրիով մտնում է Հայաստան։ Հիմա տեսեք, թրիփը մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի չինական բեռները, Հայաստանի համար նախատեսված չինական բեռները Ղազախստանի տարածքով գան Ակտաու, այնտեղով գան Բաքու եւ երկաթուղային տրանսպորտով գան հասնեն մինչեւ Երևան։ Դա կտևի մոտ 25-ից 30 օր եւ դրա արժեքը կարժենանա մոտ 2500 դոլար։ Այսինքն համ ժամանակահատվածը կրկնակի կկրճատվի, համ իր ինքնարժեքը կրկնակի կկրճատվի եւ մենք պետք է մեծ աշխատանքներ տանենք այդ ուղղությամբ։ Երկրորդը մենք պետք է մեծ աշխատանքներ տանենք, որպեսզի կարողանանք թրիփը օգտագործենք մեր բեռները Միջին Ասիա եւ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու հարցում երկաթուղային ուրեմն տրանսպորտի միջոցով։ Հաջորդ ուրեմն կարևոր քայլը, որ մենք պետքա ձեռնարկենք, պետքա ակտիվորեն ուրեմն կարողանանք այնպես անել, որ Թրամփի ուղի գործարկումից հետո վերականգնվեն ուրեմն առևտրային հարաբերությունները Թուրքիայի հետ եւ կարողանանք Թուրքիայի միջոցով, որպես Թուրքիան տրանզիտ երկիր, ցամաքային ճանապարհով նախ մեր բեռները ուրեմն տեղափոխենք Եվրամիության երկրներ, այնուհետև Թուրքիայի միջոցով Սիրիա եւ Սիրիայից էլ ուրեմն ծոցի երկրներ։ Այսինքն, եթե մենք խելացի գտնվենք, մեր կառավարությունը կարողանա ճիշտ ռազմավարություն մշակի, Թրամփի ուղին գործարկվելու դեպքում կարող է մեծ օգուտներ տալ մեր տնտեսությանը։ Ուրեմն տեսեք, ներկա պահին մեր տնտեսության հնայի 60%-ը գեներացվում է Ռուսաստանի Դաշնության հետ կապված տնտեսական հարաբերությունների միջոցով։ Դրա համար մենք պետք է ակտիվացնենք ուրեմն մեր տնտեսության դիվերսիֆիկացումը դեպի Միջին Ասիայի երկրներ, դեպի Թուրքիա, ծոցի երկրներ, Սիրիա եւ դեպի Եվրամիություն։ Այս դեպքում, եթե մենք կարողանանք մշակել ճիշտ ռազմավարություն, ուրեմն գնահատենք մեր հնարավորությունները, գնահատենք մեր տնտեսության ուրեմն ձեռքբերումները, կատարենք ճիշտ կապիտալ ներդրումներ մեր տնտեսության ուրեմն արդյունաբերական այն ոլորտներում, որոնք գիտատար են, մեզ պետք չեն այնպիսի ճյուղեր, որոնք ուրեմն նյութատար են։
Դրա համար մենք պետք է զարգացնենք մեր IT ոլորտը, պետք է զարգացնենք մեր ուրեմն բժշկությունը, պետք է զարգացնենք մեր աշխատատար ոլորտները, թեթև եւ սննդի ոլորտում, բոլորին ուրեմն հայտնի է մեր Արարատյան դաշտավարի ընդհանրապես Հայաստանի բնության ուրեմն պարգևները, որտեղ մեր ուրեմն գյուղատնտեսական արտադրանքը առանձնանում է հատուկ համով եւ ուրեմն մենք կարող ենք այնպես վերամշակել մեր գյուղատնտեսական արտադրանքը, որ արտահանենք իմ նշված բոլոր երկրներ։ Ուրեմն մեր կառավարությունը պետք է մշակի ռազմավարություն, գնահատի ռիսկերը, գնահատի այն ռիսկերը, որոնք կարող են գալ Թուրքիայից։ Թուրքիան ունի ուրեմն զարգացած տուրիստական ոլորտ, որով ուրեմն կարող են մարտահրավերներ առաջանալ Հայաստանի համար։ Թուրքիան աշխարհի տուրիստական ինդուստրիայի զարգացած երկրներից մեկն է, շատ մեծ հաջողությամբ մրցակցում է եվրոպական երկրների տուրիստական ինդուստրիայով հարուստ եվրոպական երկրների հետ, եւ եթե Թուրքիան ցանկանա, կարող է շատ արագ ուրեմն մեծ ներդրումներ կատարել մեր туриզմի ոլորտում եւ կարելի ասել ամբողջությամբ կլանի մեր ոլորտը, ինչպես դա տեղի ունեցավ Բաթումիում, եւ դրա համար մենք պետք է ուրեմն գույքագրենք մեր մարտահրավերները այդ ոլորտի հետ կապված, մշակենք ռազմավարություն եւ դրա համար մենք պետք է մեծ արտոնություններ տանք մեր տուրիստական կազմակերպություններին, որպեսզի նրանք կարողանան մրցակցեն թուրքական տուրիստական ընկերությունների հետ, մենք պետք է արտոնություններ տանք եվրոպական տուրիստական ընկերություններին, Ռուսաստանի տուրիստական ընկերություններին, պետք է արտոնություններ տանք նրանց ներդրումներին Հայաստանի туриզմի ոլորտ, որպեսզի Հայաստանում туриզմի ոլորտում ստեղծենք համապատասխան մրցակցություն Թուրքիայի, Եվրոպական միության եւ Ռուսաստանի տուրիստական ընկերությունների միջև։ Այդ ուրեմն մրցակցություն պետք է մեծ դեր տանք մեր հայկական տեղական տուրիստական ընկերություններին, ուրեմն նրանց տալով մեծ արտոնություններ, ուրեմն դոտացիաներ եւ խրախուսենք նրանց ուրեմն աշխատանքը այդ ոլորտում։ Հաջորդ կարևոր ոլորտը, որտեղ մենք սպասում ենք Թուրքիայի հետ հարաբերություններից ուրեմն մեծ ռիսկեր, դա լոգիստիկ ոլորտն է, որտեղ Թուրքիան ունի մեծ ուրեմն բարձր զարգացած լոգիստիկ ուրեմն ինդուստրիա արդյունաբերություն, այսօրվա դրությամբ թուրքական լոգիստիկ ընկերությունները մեծ ուրեմն ծավալի բեռնափոխադրումներ են իրականացնում Եվրոպաներում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում եւ այլուր։ Նրանք շատ զարգացած են եւ կարող են շատ արագ ներդրումների միջոցով կլանել մեր լոգիստիկ ընկերություններին եւ զբաղվել մեր բեռների տեղափոխմամբ, որը հղի է մեծ ուրեմն ռիսկերով։ Այսինքն, եթե թուրքական ընկերությունները կլանեն մեր լոգիստիկ ոլորտը, կարող են շատ հանգիստ ուրեմն խոչընդոտ հանդիսանալ արտերկրից մեր երկիր ներկրվող ստրատեգիական հումքի նկատմամբ, ինչպես նաև մեր երկրից արտահանվող ուրեմն արտադրանքի նկատմամբ։ Դրա համար մենք ինչ պետք է անենք։ Նախ առաջինը մենք պետք է խթանենք թուրքական ընկերություններին, որպեսզի նրանք Հայաստանը օգտագործեն որպես միայն տարանցիկ ուղի։ Այսինքն նրանք չմտածեն որպես գումար ներդնեն մեր լոգիստիկ ընկերությունները կլանելու հարցում, այլ իրանք Հայաստանի տարածքը օգտագործեն որպես լոգիստիկ ճանապարհ Թուրքիայից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ այնուհետեւ Միջին Ասիա, ուրեմն թուրքական բեռների տեղափոխման հարցում։ Մյուս կողմից մենք պետք է մեծ արտոնություններ տանք մեր լոգիստիկ ընկերություններին, հայկական տեղական ընկերություններին, որպեսզի նրանք կարողանան մրցակցության մեջ գտնվեն թուրքական ընկերությունների նկատմամբ։ Պետք է նաև խթանենք արտերկրի լոգիստիկ ընկերություններին, եվրոպական եւ ռուսական, ինչպես նաև իրանական ընկերություններին, ինչու՞ չէ նաև վրացական ընկերություններին, որպեսզի նրանք հասանելիություն ունենան Հայաստանի լոգիստիկ շուկայում, կարողանան մրցակցել ուրեմն Թուրքիայի լոգիստիկ կազմակերպությունների հետ։ Եթե մենք կարողանանք ստեղծել լուրջ մրցակցային դաշտ Հայաստանում լոգիստիկ ոլորտում, ապա թուրքական ընկերությունները կարելի ասել գրեթե հնարավորություն չեն ունենա կլանելու մեր լոգիստիկ ոլորտը։
Հաջորդ ամենակարևոր քայլը, որ մեր կառավարությունը պետք է իրագործի, ուրեմն դա պետք է մեր հարկային դաշտը, մեր ուրեմն ներդրումային դաշտը բարելավի։ Պետք է հասանելիությունը, ուրեմն հայկական ընկերությունների հասանելիությունը դրամին, փողին պետք է դյուրացվի։ Դրա համար ես առաջարկում եմ մեր կառավարությանը, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն, ուրեմն տարեցտարի նվազեցնեն ուրեմն վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ներկա պահին այն 6.75 է, առաջարկում եմ տարեցտարի 1%-ային կետով իջեցնել, հասցնել մոտ 4.5-ից 5%-ի, որպեսզի դրամի գինը ցածրանա, մեր ընկերությունները հասանելիություն ունենան դրամական միջոցներին, որպեսզի կարողանան ուրեմն կատարեն համապատասխան ներդրումներ եւ մրցակցեն թուրքական կազմակերպությունների հետ։ Հաջորդ կարևոր քայլը, որը շատ է վնասում մեր կազմակերպությունների մրցունակությանը, դա հարկեր հնա հարաբերակցություն է, որտեղ մեր կառավարությունը նպատակ է դրել, որպեսզի հարկեր հնա հարաբերակցությունը հասցնի 25%-ի, այսինքն միևնույն հարկային բազայի դեպքում ուրեմն հարկերի բեռը ավելանում է։ Ես առաջարկում եմ մեր կառավարությանը, որպեսզի նրանք ուրեմն իջացնեն հարկեր հնա հարաբերակցության այդ քաղաքականությունը եւ առաջիկա 10 տարում հարկեր հնա հարաբերակցությունը իջեցնեն տարեկան 1%-ային կետով, հասցնեն 10 տարվա ընթացքում 15%-ի։ Այդ դեպքում հարկային բեռը կնվազի մեր տնտեսավարողների համար, մենք ուրեմն մեծ ներդրումներ կատարենք տնտեսության իրական հատվածում եւ ուրեմն մեր հնան կկրկնապատկվի։ Իմ հաշվարկները ցույց են տալիս, եթե մենք 10 տարվա ընթացքում 10%-ային կետով նվազեցնենք հարկեր հնա հարաբերակցությունը, հարկման բազան, այսինքն մեր ուրեմն հնան կկրկնապատկվի եւ այդ դեպքում մեր բյուջեն ավելի մեծ կլինի, քան թե այսօր է հարկեր հնա 24.6% ուրեմն այդ հարաբերակցությամբ։ Ուրեմն հաջորդ մյուս կարևորագույն քայլը, որ ես առաջարկում եմ մեր կառավարությանը, պետք է ուրեմն մեծ ներդրումներ կատարվեն մեր հանքարդյունաբերության ոլորտում, ոչ թե հանք արդյունահանել, այլ ստանալ ուրեմն ֆինիշ պրոդուկտ, վերջնական տեսքի բերվի մեր հանքարդյունաբերության պրոդուկտը։ Ներկա պահին մեր արդյունահանված հանքաքարը ուրեմն ընդամենը հարստացվում է եւ այդ հարստացված հանքաքարը արտահանվում է տարբեր երկրներ, Եվրամիություն, Չինաստան, Ռուսաստան եւ այլն։ Բայց մենք պետք է ուրեմն տեղում կառուցենք համապատասխան ձուլարաններ եւ բղինձի համար, եւ մոլեբդենի համար, եւ ոսկու համար, որպեսզի կարողանանք այդ հանքաքարը վերջնական տեսքի բերենք, ձուլենք Հայաստանում ձուլված գլանվածքից էլ ստանանք ուրեմն համապատասխան արտադրանք։ Մյուս կարևոր ոլորտը ճյուղը, որտեղ որ ես ուրեմն առաջարկում եմ, որպեսզի մեր կառավարությունը համապատասխան ուրեմն քաղաքականություն մշակի, որպեսզի դիմագրավի թուրքական ընկերությունների կողմից մեր ուրեմն տնտեսության համապատասխան ոլորտի կլանումը, դա բանկային ոլորտն է։ Տեսեք, ներկա պահին, ինչպես նշեցի, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.7% է։ Դա ինչ է նշանակում, որ պետությունը առնվազն 6-7%-ով գնում է դոլար եւ մոտ 10%-ով դրամ է գնում մեր ուրեմն մեր եւ արտասահմանցի բանկային ընկերություններից, ֆինանսական ընկերություններից։ Այդ դեպքում Թուրքիան ունի հարուստ ֆինանսական ռեսուրսներ, կարող է Հայաստանում ուրեմն մի քանի հատ բանկ բացել եւ մեր կառավարության ուրեմն օժանդակությամբ ֆինանսական ոլորտում նույնպես մեծ ազդեցություն ունենա, քանի որ եթե դու 7-ից 10%-ով դրամ ես գնում, պետությունը դրամ է գնում ֆինանսական կազմակերպությունից, այդ դեպքում ֆինանսական կազմակերպությունները շատ արագ ուրեմն հարստանում են եւ կարող են ազդեցություն ունենալ տնտեսության վրա։ Հիմա, ինչպես առաջարկեցի, պետք է այդ տոկոսադրույքը իջեցնել 4-ից 5%-ի, այդ դեպքում ճիշտ է, ուրեմն մեր կենտրոնական բանկը ասում է, որ ուրեմն ինֆլյացիոն երևույթներ կառաջանան մեր տնտեսությունում, բայց ինֆլյացիան շատ լավ գործիք է, որպեսզի մեր կառավարությունը համապատասխան քաղաքականության միջոցով կարողանա ուրեմն
ազդել ջինի գործակցի վրա, այսինքն հարուստների եւ աղքատների միջև այդ բևեռացվածության մակարդակը կարող են նվազեցնել։ Ուրեմն այսպիսով, ընդհանրացնելով իմ վերլուծություն գալիս եմ այն եզրահանգման, որ Թրամփի ուղին ինքը շատ լավ գործիք է մեր տնտեսությունը զարգացնելու համար, բայց ունենք բազմաթիվ մարտահրավերներ եւ մեծ ռիսկեր, դրա համար նախ պետք է մենք գույքագրենք այդ մարտահրավերները, դրանց դեմ պայքարելու համար պետք է մշակենք համապատասխան ռազմավարություն եւ մարտավարություն, այնուհետեւ մենք պետք է լծվենք այնպիսի տնտեսական քաղաքականության մշակմանը, որը կբերի մեր տնտեսության մրցունակության բարձրացմանը եւ մյուս կողմից մենք պետքա խթանենք տարածաշրջանի երկրներին, այսինքն 3+3 ձևաչափի երկրներին մեծ ներգրավվածություն ունենան Թրամփի ուղու շահգործման գործում, պետք է առավելապես Իրանի եւ Ռուսաստանի Դաշնությանը հասանելիություն ապահովենք Թրամփի ուղին, ապահովենք նրանց բեռների անխոչնդոտ տեղաշարժը եւ նրանց ներգրավվածությունը մեր տնտեսության մեջ։ Այսպիսով, եզրափակելով մեր այսօրվա վերլուծությունը գալիս ենք այն եզրահանգման, որ մեր կառավարությունը ունի շատ մեծ անելիքներ, պետքա շատ լուրջ զբաղվի այս գործով, ներգրավի միջազգային մակարդակի բարձր տնտեսագետների, քաղաքագետների, որպեսզի մշակեն համապատասխան ռազմավարություններ եւ մարտավարություններ դիմակայելու Թրամփի ուղու եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրային դիվանագիտական նոր հարաբերությունների հաստատմամբ պայմանավորված ռիսկերի եւ մարտահրավերների կառավարմամբ։ Շնորհակալություն ձեզ ունկնդրելու համար, ստեսություն ձեզ, կհանդիպենք շուտով։